Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք։ Մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը ու նաև մի փոքր տարբերվող, քանի որ այսօր իմ աղջիկա մրցույթն է պարային, լինելու է բավականին լուրջ մրցույթ Հայաստանի մասշտաբով ու հիմա գնում ենք գեղեցկության սրահ, որպեսզի աղջկաս մազերը հարդարեն, որից հետո կգնանք արդեն նշված վայրը, որտեղ լինելու է մրցույթը։ Մաղթում եմ իմ աղջկան հաղթանակ, ինչ տեղ էլ զբաղեցնի, ես իրան ասել եմ, որ ինքը արդեն հաղթող է, որովհետև լինելով առաջին դասարանում արդեն իսկ մասնակցում է լուրջ մրցույթների, որը արդեն հաղթանակ է։ Լավ ես չէ պարելու։ Սիրուններս, մենք արդեն տեղում ենք, 30 դպրոցի բակում ենք արդեն, մի փոքր շուտ ենք հասել, բայց ավելի լավ, որպեսզի կարողանանք հարմար տեղավորվել։ Ես էլ իմ գեղեցկուհին, ուր ես։ Հուսամ, որ լավ ելույթ կունենանք։ Նինուլս 127 համարն է։ Նինուլս ելույթ է ունենալու 127 համարի տակ։ Աստված մեզ հետ, մեծ հաջողություն։
այլևս ինչպես տեսնում եք մենք արդեն տանն ենք, մի փոքր թրջված, հոգնած, գլխացավով սոված, եկել հասել ենք տուն, ուզում եմ ասեմ, որ հեռախոսից մարտկոցը նստել էր ու վերջի այդ պահերը չեմ կարողացել ֆիքսել, այսինքն չկարողացա մրցանակապաշխության պահը ֆիքսել, թե ինչպես է Նինուլիկին բեմ հրավիրում, որպեսզի տան իր պատվոգիրն ու գավաթը։ Այո, իմ աղջիկը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, որի համար ես շատ երջանիկ եմ, շատ շնորհակալ եմ առաջինը Աստծուն, որ Նինայի նման աղջիկ ունեմ ու հպարտ եմ ես իրանով, մենակ այդ կարող եմ ասել, որպես ծնող նաև մի փոքր հուզված եմ, բայց շատ երջանիկ։ Նինուլիկն էլ է շատ երջանիկ, բացարձակ չի տխրել, որ առաջի հորիզոնականը չի զբաղեցրել, չնայած որ ուզում էր, թե բնական է, որ կուզեր, բայց ինքը ավելի հասուն ու գիտակից է մոտենում այդ հարցին, հաշվի առնելով այն փաստը, որ իր հետ մրցում էին ավելի փորձառու երեխաներ ու տարբեր քաղաքներից եկած, Երևանից, Մեղրիից, աշտարակից, տարբեր տեղերից եկած երեխաներ էին, ու արդեն իսկ հաղթանակ էր այն փաստը, որ ինքը մասնակցում էր առաջին դասարան լինելով հանդերձ, ինքը մասնակցում էր նման մասշտաբի մրցույթի, որը առաջին անգամ էր, ու իմ աղջիկը շատ պատվով հաղթահարեց իր առջև դրված խնդիրը, չգիտեմ, ես շատ երջանիկ եմ, էլի եմ կրկնվում ու գոհ եմ, որ ինքը երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, չգիտեմ ինչ ասեմ, ամենից շատ սիրուն էր կազմակերպված, իմ աղջիկը շատ սիրուն ելույթ ունեցավ, ինչպես արդեն տեսաք նախորդ կադրերում, իսկ այսքանով երևի արդեն վլոգը ավարտենք, որովհետև իսկապես շատ հոգնած եմ, ուզում եմ գնամ սուրճ խմեմ, որպեսզի գլխացավս անցնի, այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ ձեզ շատ, շնորհակալ եմ, որ վլոգը դիտեցիք մինչև վերջ ու եթե հավանեցիք այն, ապա բաժանորդագրվեք, որովհետև առաջիկայում ավելի հետաքրքիր ու սիրուն վլոգներ են ձեզ սպասվում։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում։